Ասեք ինչպես այքանել համակուր մտքերի դեն եւ արդյոք այդ մտքերը մեղք են։ Տիրոջ անունով հռչակեք Տիրոջ զորություն արյան եւ Աստծո զորությունը ձեզ միանգամից կազատեք մտքերից։ Ամրապնդվեք, զինվեք այդ ուրեմն զենքով եւ օգտագործեք, որպեսզի նման մտքերը ընդհատվեն։ Բայց ես ասեմ նաեւ կարող է մտքեր լինեն սխալ կենցաղավարությունից։ Որովհետեւ եթե մի բան սխալ եք անում, ձեր վրա ավելորդ մտքեր են կուտակվում։ Հնարավոր է դուք սխալ կենցաղ եք վարում, որտեղ որ դուք պիտի լինեք, այնտեղ չեք։ Ինչ որ բան պիտի դուք անեք, չեք անում։ Հրաժարվում եք կամ մերժում եք։ Աստված ուզում է որ դու ինչ որ բան անես, չես անում, դատարում այդ օրհնությունը, բնականաբար քո վրա իջնում է ծանր ոգի, եւ դուք այդ մտքերի տարափի տակ չեք հասկանում, չգիտեք ինչ անեք։ Համ Աստծո սիրում եք, համ Աստծուն աղոթում եք, համ ավետարն եք կարդում, համ մի խոսքով աղոթք եք անում ու նման բաներ, սակայն այդ մտքերը ձեզ չի թողնում, որովհետեւ դուք սխալ դիրքի վրա եք, սխալ կարգավիճակի մեջ եք, դուք ճիշտ ճանապարհի վրա չեք։ Դուք մի բան սխալ եք անում, ձեր ընթացքը սխալ ընթացք է։ Դուք պիտի լինեք մի վայրում կամ անեք մի բան, որը չեք անում, լինեք մի վայրում, որտեղ չեք։ Եվ որտեղ որ դուք եք, այդ վայրը ձեր համար ներկայությամբ էս բանի ցեսապետ չի կամ դուք սխալ տեղում եք։ Եվ որի պատճառով ձեր վրա օրհնությունը վերցվում է եւ ձերա գալիս է ուրեմն բացական մտքեր։ Եք խնդրեք Աստծուց, Տեր ասա, ես եթե սխալ ճանապարհի վրա եմ, իմ ոգերը ուղիղ ճիշտ ճանապարհի վրա։ Եթե ես մի բան պիտի անեմ ու չեմ անում, ինձ առաջնորդի ուժ տուր եւ առաջնորդի այդ ճանապարհով, որպեսզի ես այդ բանը անեմ։ Դուք կարող եք շատ սխալ կարգավիճակի մեջ եք ձեզ վերցրել։ Մի բան Աստված ասում արա դու չես անում, всё, մտքերը տարափի պես լցվել են քո գլուխը ու քեզ տանջեն։ Որովհետեւ Աստծո կամքը չես անում։ Ընտրեք Աստծոց իմաստություն, շնորհ եւ ուժ կատարելու այն, ինչ որ դուք պիտի անեք, կատարելու Աստծո կամքը ձեր կյանքում։ Ամեն։